Ջավադ խանը և հայերը, դրամատիկ պատմություն Գանձակից։ Մենք կներկայացնենք մի դրամատիկ պատմություն, որը սկիզբ է առել Գանձակի Ջավադ խանի բռնատիրական գործելավոճից։ Պատմում են, որ Ջավադ խանին հայտնեցին մի գեղեցիկ աղջկա մասին, որ նոր էին պսակում և հարսանիքի հանդեսը դեռ չէր վերջացել։ Նա ուղարկում է իր նոքարներին, զինվորներին, որպեսզի հարսնացում բերեն իր մոտ։ Խանը պահանջում է, որ նորապսակ աղջկան ուղարկեն իր մոտ, ինչպես կարձագանքի գեղեցկուհին բռնավորի այս քայլին։ Ծնողները երկյուղից կատարում են բռնավորի կամքը։ Նորահարսին տանում են խանի ամարաթը։ Խանի ապարանքը ճոխ էր և հարուստ։ Ծնողները վախից ստիպված էին կատարել բռնավորի կամքը, և գեղեցկուհուն ուղեկցեցին խանի ապարանք։ Խանը, տեսնելով գեղեցկուհուն, ասում է. «Դեպի վեր նայիր, տես ով է քեզ մոտ կանգնած»։ Նորահարսը, չնայած իր վիճակին, համարձակվում է պատասխանել խանին, հղում անելով արդարադատ երկնքին։ Նորահարսը զգացմունքով պատասխանում է. «Դու էլ դեպի վեր նայիր, տես ով է այնտեղ կանգնած»։ Նա ցույց է տալիս բռնակալին արդարադատ երկինքը, և նրա աչքերը լցվում են արտասուքով, բայց նա մնում է վճռական։ Ասում են, որ այս բողոքը այն աստիճան ազդում է խանի սրտին, որ նա կատարում է անսպասելի քայլ։ Աղջկա արցունքոտ բողոքը խոցում է խանի սիրտը, հասցնելով նրան ապշանքի և ակնածանքի։ Առանց նրան դիպչելու, խանը հետ է ուղարկում նորահարսին ծնողների տունը, մի զարմանալի զիջում բռնավորի կողմից։ Ջավադ խանը բավական սեր է ունեցել դեպի հայերը և հաճախում էր հայոց եկեղեցին։ Խանի համակրանքը հայերի նկատմամբ արտահայտվում էր նրա այցելություններով Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Մինչև այսօր Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու սյուներից մեկի վրա մնում է հին արձանագրությունը՝ խանի սյուն։ Խանի դեպի հայերը ունեցած համակրության գլխավոր պատճառը քաղաքական դաշինքներն էին հայ մելիքների հետ։ Նա հայերից միշտ հավատարմություն էր տեսել, իսկ հայոց մելիքները միշտ օգնում էին նրան։ Հայ մելիքների աջակցությունը կարևոր էր Ջավադ խանի համար, հատկապես Իբրահիմ խանի դեմ գործելու ժամանակ։ Ջավադ խանի կերպարը հակասական է, սակայն նրա գործերն ապացուցում են, որ նա հատուկ վերաբերմունք է ունեցել հայերի նկատմամբ։